Ողջույն հարգելի հետևորդներ, ես Էրիկ Գեղինյանն եմ, այսօր 2025 թվականի սեպտեմբերի 30-ն է, իմ հետևորդուհիներից մեկի խնդրանքով ցանկանում եմ պարզաբանել, թե ինչ է նշանակում ամուսնական պայմանագիր, մասնավորապես ներկայիս աղջիկների մեծամասնությունը առաջնորդվելով նյութապաշտությամբ դիտավորյալ իրենց ամուսնական կյանքը կապում են հարուստ եւ ապահովված տղամարդու հետ, այնուհետեւ այդ տղամարդուց բաժանվում են, բաժանվելուց հետո այդ տղամարդուն դատի են տալիս եւ տղամարդու ունեցվածքն են պահանջում։ Հետևաբար նման շահամոլ եւ հաշվենկատ աղջիկներից զերծ մնալու նկատառումներից ելնելով գոյություն ունի ամուսնական պայմանագիր իրավական հասկացությունը։ Մասնավորապես նախքան ինչ-որ մի կնոջ հետ ձեր կյանքը կապելը, խոսքս ուղղում եմ տղամարդկանց, գնում եք նոտար միասին, նոտարի մոտ կնքում եք ամուսնական պայմանագիր, որտեղ պայմանագրի մեջ պետք է պարտադիր ավելացվի այս կետը, որ ամուսնալուծությունից հետո, եթե նույնիսկ դուք ունեք համատեղ երեխա, ձեր կինը որևէ իրավունք չունի ձեզ դատի տալ եւ ձեզնից որևէ ունեցվածք պահանջել։ Սա շատ կարեւոր կետ է, որպեսզի նմանատիպ խաբեբա կանայք չկարողանան աչք դնել ձեր ունեցվածքի վրա։ Նաեւ ցանկանում եմ տեղեկացնել, որ շատ ու շատ կանայք գերադասում են իրենց կյանքը կապել հարուստ տղամարդկանց հետ եւ թքած ունեն սիրո վրա, սակայն այդ կապակցությամբ ցանկանում եմ նաեւ նշել, որ շատ ու շատ հարուստ տղամարդիկ իրենք քմահաճ բնավորություն ունեն եւ շատ հնարավոր է, որ մի քանի ամիս ապրեն այդ կնոջ հետ, ով իրենց հետ ամուսնացել է միայն փողի համար, եւ մի քանի ամիս ապրելուց հետո պարզապես տղամարդը կարող է ձանձրանալ այդ շահամոլ կնոջից եւ նրան կարող է պարզապես լքել։ Այնպես որ խոսքս հիմա ուղղում եմ կանանց, մի առաջնորդվեք նյութապաշտությամբ, ավելի շատ գերադասեք սերը, երջանկությունը, քան թե փողը, քանի որ փողի մեջ չի երջանկությունը, բոլորին մաղթում եմ, որ սիրեք եւ լինեք սիրված եւ ակնկալում եմ, որ իմ այս ուսուցողական տեսանյութից որոշ մարդիկ կանեն անհրաժեշտ հետեւություններ։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։